Վարչական շրջանները առաջին երամսյակային սեփական եկամուտները պլանավորվածից քիչ են հավաքել։ 17 միլիարդ 24 միլիոն 163 հազար դրամի փոխարեն հավաքվել է 16 միլիարդ 58 միլիոնը։ Կատարողականը 94.3%, թերակատարումը 965 միլիոն դրամ։ Թերակատարման հիմնական պատճառ է հանդիսացել փոխադրավարձի գծով եկամուտների թերհավաքագրումը շուրջ 1.5 միլիարդ դրամ, որը պայմանավորված է Երևան քաղաքի հավաքանու տարբեր որոշումներով, նշված եկամտատեսակի մասով սահմանված արտոնություններով, այդ թվում նաև մինչ 2025 թվականի փետրվարի 28-ը ձեռք բերված փաթեթների համար լրացուցիչ 1 ամիս անվճար երթևեկելու հնարավորության տրամադրմամբ։ Շտաբ բուժօգնություն ընկերությունում ներդրված հետադարձ զանգի համակարգը հնարավորություն է տվել կանչերը սպասարկել 100%-ով, ուշացումով կամ անպատասխան զանգեր ըստ Երևանի քաղաքապետանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի չկան։ Համակարգը կներդրվի նաև համայնքային առողջապահության կենտրոններում։ Համարյա թե պրակտիկորեն չենք ունենում վաստողնված զանգ եւ բողոք, նույնը ուզում ենք ներդնենք առողջության կենտրոններում։ Որքան էլ որ տարօրինակ չէ, բայց ժամանակին մենք այդպիսի ժամանակներ ունեցել ենք, երբ որ մարդը զանգում է շտաբ օգնություն եւ կարող էր հասանելի չլիներ շտաբ օգնությունը, հիմա նմանատիպ դեպքերը բացառված են։ Երևանի համայնքային մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ։ Սա ըստ քաղաքապետանի առաջին հերթին երեխաների անվտանգության, մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով են անում։ Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել 1700 տեսախցիկ։ Ծրագրի առաջին փուլում 158-ն արդեն տեղադրվել է։ Հաշվի առնելով պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման ժամկետը սահմանված է մինչև մայիս ամսվա վերջ, խնդրում եմ հանձնարկանի ժամկետը երկարաձգել մինչև հունիսի 1-ը վերջն արդյունքը ձեզ զեկուցելու նպատակով։ Շատ լավ, երկարաձգենք մինչև հունիս ամիս։ Քաղաքապետանը տեղեկացնում է, որ անցած տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում։ 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, եւ Երևանը 4-րդն է օդի աղտոտվածությամբ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։